Շատ կարևոր եւ շատ հետաքրքիր տեսանյութ է, շնորհակալություն մեր գործընկերոջ Աստղեկին, դա մի տեսակ գովքի է նմանվում, բայց շատ դիպուկ թեմաներ ենք միշտ նախընտրում եւ նաեւ առանձնացնում, որպեսզի ամեն ինչից հասցնենք ձեզ հետ կիսվել, ամեն ինչից հասցնենք ձեզ հետ խոսել եւ դրանց շարքում շատ հաճախ հանդիպում են կարևոր, շատ կարևոր երբեմն թեմաներ։ Եվ դրանցից մեկն էլ հենց այսօրվա մեր առաջին թեման է, որի շուրջ կզրուցենք մեր առաջին հյուրի հետ։ Որովհետև խոսելու ենք առողջության մասին, իսկ դա միշտ ամենակարևոր եւ առաջնային տեղում է, խոսելու ենք հատկապես այրվածքների մասին, ինչ պետք է իմանալ այրվածքների դեպքում, ինչ պետք է անել, իսկ ավելի շատ չանել, եթե մենք կամ շրջապատող մարդկանցից որևէ մեկը ինչ չանել է, չէ, որպեսզի չխանգարենք եւ օգնենք հետագայում բուժաշխատողներին։ Իսկ այս թեմայի շուրջ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի ղեկավար Նազի Բարսեղյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք անչափառավոտը մեզ հետ սկսելու համար եւ պատրաստ ենք լսել ձեր խորհուրդները կապված այրվածքների հետ, բայց սկսենք սկզբից։ Ինչ ասել է այրվածք։ Երբ ենք մենք հասկանում անձայն աչքով, որ մարդը ստացել է այս կամ այն տեսակի այրվածք։ Շնորհակալություն հրավերի համար եւ շատ լավ հարց էր, որովհետեւ հարցի պատասխանի մեջ արդեն թաքնված է լինելու նաեւ ինչպես օգնել։ Այրվածքը դա մաշկի վնասումն է, արտաքին գործոնների վնասակար ազդեցության պայմաններում։ Հիմնականում ջերմային այրվածքներն են, որոնք առավել շատ հանդիպում են թե կենցաղում, թե արդյունաբերության մեջ, քիմիական այրվածքները եւ էլեկտրական այրվածքները։ Ամենամեծ խումբ կազմող այրվածքներն են։ Վերջերս նաև ավելացել են արևային այրվածքները այն պահով, որ առաջ օրինակ արևային այրվածքներով հանդիպում ենք բացառապես ամռան ամիսներին, երբ որ մեր բնակչությունը գնում էր հանգստանալ Սևան։ Բայց քանի որ արդեն տուրիստական հնարավորությունները ընդլայնվել են եւ 24 եւ 12 ամիս տարին հնարավոր է գնալ այնպիսի երկրներ հանգստանալու, որտեղ արևը միշտ է շողշողում, բնականաբար նաև արևային այրվածքները շատացել են։ Բայց ես կցանկանայի շեշտել կենցաղում հանդիպող շատ այրվածքներ, ինչու, որովհետև շատ անգամ ներառված են լինում երեխաները եւ նրանց ծնողները։ Ջերմային այրվածքները դա ինչ է, այսինքն բարձր ջերմաստիճանի պայմաններում առաջացել է մաշկի վնասում։ Եվ այսինքն ինչ պետք է անել, պետք է այդ ջերմային գործոնը վերացնել։ Ամենահեշտ արագ պարզ ջերմային գործոնը վերացնելու պայմանը, այո, մածունն է։ Սառը ջուրը։ Չգիտեի, փաստորեն։ Հերթը բոլոր միսերը հերքում ենք։ Սառը ջուր ճիշտ էր։ Սառը ջուրը, այո։ Բայց աստիճանել կարևոր է այս դեպքում։ Շատ սառը չէ այրվածքը։ Հոսող սառը ջրի մասին է խոսքը։ Այսինքն առաջինը հեռացնում ենք հագուստը, եթե հագուստի վրա է թափվել եռման հեղուկը, կլինի ջուր, թեյ, կաթ, կարևոր չէ։ Եվ սկսում ենք սառացնել 15-ից 20 րոպե հոսող սառը ջրի տակ։ Սառացնել մեջ, այո, պարտադիր նշում ենք սառը հոսող ջուր, որովհետև լինում է, որ ապլիկացիաներն անում սառույցով։ Բայց սառույցը մենք պետք է հիշենք, որ ինքը շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում բյուրեղացած ջուրն է, որը կարող է բերել անոթների սեղման եւ հակառակ էֆեկտ տալ, այսինքն անոթների սեղման պայմաններում արյան շրջանառությունը տեղային հյուսվածքներում նորից վատանում է եւ մենք այրվածքից հետո կոպիտ ասած տեղային սառեցում ենք ստանում, որ եւս վնասում է հյուսվածքները։ 15-20 րոպե սառը հոսող ջրի տակ պահելը բավական է, որից հետո արդեն պետք է դիմել բժշկի, կլինի շտապօգնություն, կլինի պոլիկլինիկան, կլինի անմիջապես մեր հիվանդանոցը, թե մոտակա այլ գտնվող հիվանդանոցը, դա կարևոր չէ։ Կարևոր է, որ ճիշտ օգնությունը ի սկզբանե ցուցաբերվի, քանի որ ինչպես նշեց գոլեգան ձեր մածունը միայն այս պահում այն դրական կունենար, որ ինքը սառնարանում էր պահվում եւ սառներ, բայց հաշվի առնելով մածունի բաղադրությունը իր մեջի հնարավոր մանրէների առկայությունը ոչ մի կերպ չի կարող այն օգտակար լինել այրվածքային մակերեսների համար։ Բացառում ենք մածունը, բացառում ենք տոմատի մածուկը, բացառում ենք ատամի մածուկը։ Դրանք նորություններ են։ Երբեմն նաև ձեթն են օգտագործում արևածաղկի կամ այո, ձեթը, չիչխանի յուղը։ Այդ ամենը բացառում ենք։ Այդ ամենը բացառում ենք եւ երբեք չենք կիրառում։
եւ երբեք չենք կիրառում։ Կան առաջի օգնության դեղեր, որոնք դեղատներում վաճառում են, իրանք հիմնականում փրփուրային տեքստուրային, այսինքն իրանք հեշտ տարածվում են մակերեսի վրա այրվածքային, ծածկում են, նաեւ ցավազրկող ազդեցություն են ունենում։ Բայց դա էլի նույնպես կիրառում ենք առաջինը սառացնելուց հետո։ Եվ ցանկալի է միշտ բժշկի խորհրդով Եվ դեղերը պարտադիր, կիրառել։ այո, դիմում ենք բժշկին։ Մենք խոսեցինք այն այրվածքների դեպքում, երբ ստանում ենք տանը, կենցաղային պայմաններում ու թվում է, թե միայն մաշկը կարմրում է, բայց երբեմն դեպքերը լինում են ծայրահեղ աստիճանի, երբ օրինակ եռմանջուրը շուռ է գալիս փոքրիկ երեխայի վրա ու մարմնի մեծ մասն է այրվում։ Ինչ է պետք անել այս դեպքում։ Ցավոք սրտի նման դեպքերը դեռ կան Հայաստանում, ինչու եմ ասում դեռ կան, որովհետև մենք օրինակ 90-ականներին, երբ որ մենք ունեինք լույսի ջրի ջերուցման խնդիր, մարդիկ մեծ կաթսաներով եռմանջուր էին պահում, հետո գոլացնում երեխաներին լողացնում լվացք անում։ Հիմա կարծես թե մենք զարգացել ենք, ունենք մշտական հոսող տաք ջուր եւ այլն, սակայն էլի որոշ տեղերում լինում է այնպես, որ մեծ կաթսաներով եռմանջուր պահում են եւ մենք էլի հիմա ունենք դեպքեր, որ մեր մոտ հոսպիտալացված են, մեծ մակերեսներով այրվածքներ ունենում այդ երեխաները, քանի որ իրանց մարմինը փոքր է, թասը մեծ է, իրանք գրեթե ամբողջ մարմնով ընկղվում են այդ եռման ջրի մեջ։ Առաջինը ընդհանրապես ամբողջ աշխարհում առողջության պահպանման ամենաէժան տարբերակը դա կանխարգելումն է։ Այսինքն պետք է փորձենք այնպես անել, որ այդ ամեն ինչից զերծ մնանք։ Շատ կարևոր է ուշադիր լինել, եթե ունենք տանը երեխաներ, չպահենք նմանատիպ մեծ կաթսաներով եռմանջուր հատակին, լինեն դժվար հասանելի եռման թեյնիկները։ Այս վերջերս ես մի հոդված էի կարդացել, որ եւ հետո ես նկատեցի, որ այո, բոլոր հյուրանոցներում այդպես է, թեյնիկների, էլեկտրական թեյնիկների լարերը կարճացնել է պետք։ Այսինքն շատ է լինում, որ գալիս են ասում եռացող թեյնիկը շրջեց վրան, ասում բայց ոնց շրջեց, բարձր չէր, ասում բարձր էր, բայց լարը կախած էր, երեխան էլ չոչ անելով եկավ թաթիկը գցեց եւ լարը քաշեց եռման ջրով թեյնիկը շրջեց վրա։ Այսինքն կարճ լարերով թեյնիկները, որպեսզի երեխայի ձեռքը չհասնի բարձր գտնվող հատվածներում այն ամեն ինչը ինչ որ կարող է վնասել եռման ջուրը, թեյը, թեկուզ կենցաղային քիմիական նյութերը, որոնք նույնպես շատ են վնասում, որովհետև երեխաները իրենց հետաքրքրասեր են, հետաքրքիր է։ Տեսնում են, որ պուլվերիզատորը շատ են պատահաբար դեմքին անում։ Քիմիական այրվածք լինի, թե ջերմային այրվածք լինի, պարտադիր հոսող ջրի տակ ենք պահում, որովհետև քիմիական այրվածքը ինքն էլ քիմիական ռեագենտների արդյունքում է վնասում առաջացնում եւ պարզապես, քանի որ մենք չենք իմանում եւ ժամանակակից այդ նյութերը իրանք բազմաբաղադրիչ են, պարզապես պետքա հեռացնել մաշկի վրայից այդ նյութը։ Որից հետո ներողություն խնդրում, հիշեք, որպեսզի շարունակեք ձեր խոսքը, բայց այս փուլը ուզում եմ ամփոփենք։ Ամենաառաջի գործողությունը դա հոսող ջուրն է, սառը հոսող ջուրն է։ Ուրիշ ոչինչ։ Ուրիշ ոչինչ։ Թռչոցներ նույնիսկ չի կարելի դնել, որովհետև թռչոցները կախված է թե ինչ թռչոցներ, որ ճշտեք կասեմ։ Օրինակ բամբակի կտոր սառը ջրով սրբիչով կամ բամբակով կամ որևիցե բամբակային բայց եթե օրինակի համար հնարություն չկա անդադ սառը ջրի տակ պահել, կարելի է թռչոցը դնել, վերցնել, դնել, վերցնել, հա, բայց միայն սառը ջրով։ Բայց ինչ Մաքուր սավան եթե լինի, սրբիչ լինի, ասեմ ինչու։ Եթե չունենք մաշկի ամբողջականության խախտում, այսինքն բացառապես կարմրություն է, մենք այդ պայմաններում ինֆեկցիայի ներթափանցման խնդիր չենք ունենում։ Անկամ եթե բշտեր են առաջացել, բայց բշտերը չեն վնասվել, մենք էլի որպես այդպիսին ինֆեկցիայի ներթափանցման խնդիր չենք ունենում։ Բայց եթե բշտերը առաջացել են կամ վնասվել են կամ հագուստը հանելուց այնպես ստացվել, որ արդեն վերնամաշկը դուրս է եկել հագուստի հետ, պարզապես անմիջապես տեղափոխում եք հիվանդանոց, ինչ միջոցով որ լինի։ Սա եւս հասկացանք, մենք խոսեցինք ասա։ Ես մեկ էլ սպիերի հետ կապված, եթե շատ լուրջ վնասվածք է եղել ու այրվածքից հետո արդեն սպիացել է նաև մաշկը, այս դեպքում ինչ գործողություններ կան արդյոք անելու կամ մինչև այդ ինչ պետք է արվի, որպեսզի այդ հետքերը սպիացված չմնան մարդու մարմնի վրա։ Այսպես ասեմ, ուրեմն սպիները առաջանում են
անգամ երկրորդ աստիճանի վերքերի դեպքում դասակարգումը ընդհանրապես այսպես է առաջին, երկրորդ մակերեսային, երկրորդ խորանիստ եւ երրորդ, որը արդեն խորն է։ Չորրորդը դա արդեն նաև ոսկրային հյուսվածքի վնասումն է։ Առաջի աստիճանի դեպքում մենք ունենք բացառապես կարմրություն, որը ժամերի ընթացքում կամ օրվա ընթացքում անցնում է։ Երկրորդ աստիճանի մակերեսայինը որպես կանոն լավանում է առանց սպիացման։ Եթե երկրորդային ինչ-որ ինֆեկցիա չի գումարվել, վերքեր չեն խորացել։ Եթե ունենք երկրորդ արդեն խորը եւ երրորդ աստիճանի վերքեր, արդեն մենք իմանում ենք, որ մենք ունենալու ենք հետագայում սպիացման հավանականություն։ Այդ իսկ պատճառով մենք բոլոր մեր բուժառուներին միշտ զգուշացնում ենք եւ հսկողություն ենք այսպես ասած նշանակում։ Վերքերը լավանալուց հետո, իրանք որոշակի ժամանակ հետո այցելում են մեզ, մենք հակասպիական դեղորայք ենք նշանակում։ Ընդհանրապես սպիացման գործընթացը տևում է մինչև 1-1.5 տարի։ Եվ ես միշտ իմ հիվանդներին ասում եմ, տեսնում ես, վառվելը ինչքան հեշտ էր, վայրկյաններ տևեց, բայց ապաքինվելը տարիներ է տևում երբեմն, տարիներ, որովհետև կոպիտ սպիական հյուսվածքներ զարգանալու դեպքում, եթե մենք ունեցել ենք տարածուն խորը վերքեր, իսկ մենք նման դեպքեր օրինակ ունեցել ենք Արցախի պայթյունի ժամանակ, տարբեր արդյունաբերական վնասվածքների հետ կապված այդ մարդիկ վերականգնում են տարիներ, որովհետև անգամ վերականգնող, վերակառուցող պլաստիկ վիրահատությունները մեկ էտապով հնարավոր չէ ավարտել։ Բազմակի անգամ գալիս են, վիրահատվում են եւ հիմնականում մենք այդ պարագայում հետապնդում ենք ֆունկցիայի վերականգնում։ Ոչ թե էսթետիկի մասին ընդհանրապես չենք խոսում այդ ժամանակ, այլ գոնե թե որ մարդը լինի ինքնուրույն, կարողանա ինքը իր հարցերը կազմակերպի ինքնուրույն, հագնվի, ուտի, շարժվի, խաղա եւ այլն, որը ասում եմ անգամ տարիներ է պահանջում։ Դրա համար ես կխնդրեի մեր բնակչությանը զերծ մնալ, այո։ Եվ բոլոր տեսակի փորձանքներից հետո, որովհետև դրանք պատահականություն են, դրանք փորձանքներ են, հոսող ջրից բացի նաև անպայման պետք է դիմել մասնագետներին։ Քանի որ գարունը հետաքրքիր է, սիրուց այրված մարդիկ չեն եկել ձեզ մոտ, չեն դիմել։ Իրանք գնում են հոգեբանների մոտ, ինչքան ես գիտեմ։ Կրկին դիմում են մասնագետների։ Ես գնամ հոգեբանի մոտ փաստորեն։ Ես սիրուց շատ այրված եմ, արդեն Եթե լավ առումով ես դու այրվում եւ շարունակվում է այդ process-ը, կարծում եմ պետք չէ դիմել, պետք է վայելել այդ սիրուց այրվելը։ Այնպես որ հոգեբան մոտ գնալ պետք չի սիրուց այրվելը։ Շատ շնորհակալություն ճիշտ խորհուրդների եւ մասնագիտական նաեւ խորհուրդների համար, շնորհակալություն որ մեզ ցկեցիք առավոտը։ Շնորհակալ ենք։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն։ Թող ձեզ երբեք չդիմեն։ Ոչ մեկ թող չգա։ Այդ խնդիրներով։ Ոչ մեկ թող չայրվի եւ այրվելուց էլ թող մենակ սիրուց այրվեն։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մենք ունենանք երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք ու պետք է շտապենք խոսքը փոխանցել մեր գործընկերներին, ովքեր ինչ են անելու։ Կներկայացնեն օրվա լրահոսը։ Բաբա։